այսօր մենք երեկոյան ուղիղ եթեր ենք ունենալու, իհարկե ուղիղ եթերի ժամանակ Բևեռի խորհրդի անդամներն են լինելու եւ խոսելու ենք այսօրվա խորհրդի մասին եւ ընդհանրապես ոչ միայն խորհուրդ, այլ նաեւ իրողություն, ոչրագործություն դատապարտելու ենք նաեւ այս տարի նաեւ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման 10 տարին է եւ դու երկար տարիներ է որ շարժման մեջ ես 100-ամյակն առանց ռեժիմի այդ շարժումը երբ սկսվեց մենք հիշում ենք որ 2015 թվականին շարժումը անգամ գնաց Արցախ որպեսզի զգուշացներ, եւս մեկ անգամ այն ինչը սպասվելու է մեզ ապագայում, եթե մենք ուղղակի այդ թշնամական ռեժիմից չազատվենք եւ այսօր արդեն մենք ցավալիորեն ապրում ենք ներկան, որը ունենք այն պատճառով, որ անցյալում ականջալուր չեղանք։ Ինչ կարող ես դու ասել մեզ դիտողներին, որ այսօր լսեն, որպեսզի եւս 1, 2, 5, 10 տարի հետո այլ իրողության առջև կանգնած չլինեն։ Կարծում եմ, որ եւս 5-10 տարի մենք արդեն մեր այսօրվա իրավիճակից ելնելով 5-10 տարի մեր պետությունը չի էլ կարող գոյատևել, որ մենք ինչ որ մի բան փորձենք պլանավորել, կլինի այսպես թե չէ, մենք ուղղակի արդեն հասել ենք վերջին արարին, այն ամեն ինչ կատարվում է այսօր մեր երկրի չպետության, այսպես կիսատ պռատ այս դավաճանական իշխանության օրոք, դա հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ 15 թվականին, երբ որ մենք այդ քաղաքացիական շարժումը մեր ձեռնարկեցինք 100-ամյակն առանց ռեժիմի։ Իր վերնագիրը, այսինքն իր խորագիրն արդեն խոսում է իր մասին, այն մասին, որ բոլոր ռեժիմները ուրեմն դրանք պիտի հեռացվեն, որովհետև իրենք մերը չեն, նրանք ռեժիմ են, որոնք օտարի կողմից ոնց որ ողնաշարը կառուցես եւ այդ ողնաշարը միշտ մնա, բայց տեղափոխություններ կատարվեն, որոնք մեզ ամեն տարի հասնում են նրան, ինչին որ հասնում են։ Այո, մենք այն ժամանակ երբ ստեղծվեց այդ քաղաքացիական շարժումը, նպատակ ունեինք իրազեկելու, բացատրելու եւ խաղաղ անհնազանդության միջոցով իրականացնելու ոչ թե իշխանափոխություն, այլ համակարգափոխություն, որտեղ իշխանափոխություն միշտ եղել է 91 թվականից հետո եւ շարունակվում է մինչ այսօր, ինչը բերեց այսօրվա օտարածին ռեժիմների օրոք, բոլոր 4 վարչակարգերի օրոք մենք ունենք այն, ինչ այսօր ունենք։ Ու այսօր ոգեկոչելով 110 տարին այս մեր զոհերի հիշատակը մենք նաեւ պիտի ոչ միայն մեր հարգանքը նաեւ նրանով պիտի լինի, որ մենք հիշենք, որ մենք պարտք եւ պարտականություն ունենք իրենց առջև, որովհետեւ իրենք նահատակվել են միայն նրա համար, որ իրենք հայ են եւ այսօր դա կատարվում է մեր հողի վրա, այսինքն այն պահանջները ցեղասպանության ուրացում, արդյոք ցեղասպանություն չի այն հանգամանքը, որ պետության ուրեմն բարձրագույն իշխանությունը կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը, որը նույնիսկ պատմաբանների խումբ չհամաձայնեցին կազմել, որտեղ դա արդեն այդ փաստը հերքում էր։ Ցեղասպանություն չի արդյոք, երբ այս իշխանության օրոք արդեն մեր դասագրքերից հանվում են ուրեմն բոլոր այն մեր ինքնությանը մատնանշող բոլոր եւ հեղինակները եւ իրադարձությունները, դրանք բոլորը հանվում են, որպեսզի հաջորդ սերունդները եւ ամենակարևորը, որ հայրենասիրությունը ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարվել է կեղծ կատեգորիա։ Հենց այս սրա շուրջ է կառուցվում դավաճանությունը, մեր վերջին արարը հենց դա է։ Մենք հիմա այսօր գալով շատ հրաշալի է, երբ ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում մեկ հայությունը ակտիվանում է, հատկապես երիտասարդությունը, դու տեսնում ես, որ սա փոխանցվում է հաջորդ սերունդներին, բայց այդ միաբանությունը չպիտի տևի մեկ օր։
մյուս 364 օրը եւս ամբողջ հայության կարևորագույն խնդիրներից մեկն է, եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, պետությունը կառուցել եւ մեր հայրենիքին տեր կանգնել, նաեւ մեր ինքնությունն ու ինքնիշխանությունն ունենալ, առաջին հերթին մենք պիտի հիմա ունենք լուծելու հարց միաբանվելու, որովհետև այսօր միաբանությունը տեսնում ենք աշխարհի տարբեր երկրներում, քաղաքներում, մենք տեսնում ենք, թե ինչպես են հայերը, նույնիսկ երիտասարդ սերունդն անգամ դուրս եկել ոգեկոչման, 10 ամյակը մեր տարելիցը մեր զոհերի, բայց հետո դա պիտի լինի շարունակական, եթե մենք ուզում ենք պետություն ու պետականություն կառուցել, ազգային պետություն, որը տեր կկանգնի եւ մեր անելիքը նաեւ այսօր այստեղ լինելու նրանց արչեւ հարգանքը նաեւ դա պիտի լինի։ Միայն մեկ օր գալ եւ ծաղիկ դնել ամբողջ ժողովրդով եւ գնալ 364 օր լինել пассив, բարկանալ, նեղանալ, բայց ոչինչ չանել, դա նաեւ իմ կարծիքով նաեւ դավաճանություն է այս զոհերի հանդեպ։